Դոնալդ Թրամփի կառավարության եւ Կալիֆոռնիայի նահանգային իշխանությունների միջև հակամարտությունը սրվել է Լոս Անջելեսում ազգային գվարդիայի եւ ծովային հետևակայի տեղակայման պատճառով։ Թրամփը հայտարարել է, որ զորքերի տեղակայումը կարևոր էր կանխելու իր խոսքով բռնի եւ հրահրված անկարգությունները, որոնք կարող էին ավերել քաղաքը։ Նա քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին եւ Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասին, նրանց անվանելով անգործունակ եւ պնդել, որ նրանք պետք է շնորհակալություն հայտնեին իրեն ճգնաժամը կանխելու եւ իբր մեգապոլիսը ոչնչացումից փրկելու համար։ Թրամփը նաև սպառնացել է ձերբակալել Նյուսոմին, եթե շարունակի խոչընդոտել դաշնային ջանքերին, մասնավորապես անօրինական միգրացիայի դեմ պայքարին։ Կալիֆոռնիայի իշխանությունները զորքերի տեղակայումը համարում են անօրինական եւ նահանգի ինքնիշխանության խախտում։ Նյուսոմը հայտարարել է, որ Թրամփի հրամանը ոչ միայն Կալիֆոռնիային է վերաբերում, այլև կարող է կիրառվել ցանկացած նահանգում։ Լոս Անջելեսի փողոցներում զորքերի ներկայությունը նա բնութագրել է որպես անօրինական եւ անբարոյական։ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան հայտնել է, որ նահանգը դատական հայց է ներկայացնում Թրամփի կառավարության կողմից ազգային զորքերի տեղակայումը չեղարկելու համար։ Բոնտան ընդգծել է, որ չկա արտաքին ներխուժում կամ ապստամբություն, որոնք կարող էին արդարացնել նման քայլերը։ Երկուշաբթի օրվա դրությամբ Լոս Անջելեսում տեղակայված էր ազգային գվարդիայի մոտ 1000 հոգանոց անձնակազմ, նախատեսված էր եւս 1000-ի տեղակայումը։ Բացի այդ, Պաշտպանության նախարարությունը Կալիֆոռնիայի անապատում գտնվող ռազմաբազայից Լոս Անջելես է ուղարկել 700 ծովային հետևակ զորքերին օգնելու համար։ Ռազմական հրամանատարության հայտարարության համաձայն ծովային հետևակայինները վերապատրաստվել են ամբոխի վերահսկման եւ լարվածության թույլատման համար։ Պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը նշել է, որ զորքերը քաղաքում են դաշնային անձնակազմը եւ շենքերը պաշտպանելու համար։ Լոս Անջելեսում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի ակցիաները հանգեցրել են ոստիկանության հետ բախումների եւ վանդալիզմի դրսեւորումների։ Քաղաքի փողոցներում այրված մեքենաների մնացորդներ են։ Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև քաղաքապետարանի դիմաց Արմիության առաջնորդ Դևին Ուերտայի ձերբակալության դեմ։ Ուերտան, որին ձերբակալել էին միգրացիոն ծառայությունները, ավելի ուշ ազատ էր արձակվել $50,000 գրավի դիմաց։ Քաղաքապետ Քարեն Բասը մտահոգություն է հայտնել, որ դաշնային միգրացիոն ծառայության գործողությունների ակտիվությունը կարող է ավելի սրել իրավիճակը։ Ծառայությունը հայտարարել է, որ կենտրոնացած է միգրացիոն օրենքների կատարման եւ անցավոր անցյալ ունեցող միգրանտների վտարման վրա, պատրաստ լինելով ձերբակալել օրինախախտ ցուցարարներին։ Նյուսոմը սոցիալական հարթակում դարձել կոչ արել չեղարկել զորքերի տեղակայման հրամանը եւ վերադարձնել վերահսկողությունը նահանգային իշխանությանը։ Ի պատասխան իրեն ձերբակալելու Թրամփի մտադրությանը, Նյուսոմը նշել է, որ նման սպառնալիքն աննախադեպ է Ամերիկայի համար։ Նյու Յորքի նախկին նահանգապետ Էնդրյու Կոմոնը զգուշացրել է, որ ընդվզման ալիք կարող է տարածվել այլ քաղաքներում։ Դավիթ Գենջյան, Reopen Media։